Բարև ձեզ սիրելի հետևորդներ, սիրելի հայրենակիցներ։ Այսօր մտադիր եմ անդրադառնալ այն թեմային, որն այս պահին հենց ամենաշատն է քննարկվում հայաստանյան մեդիատիրույթում, այն է Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության դեմ կայացված որոշումը հեծի այսպես կոչված պետականացման եւ ընդհանրապես պրոցեսի մասով։ Տարատեսակ մեկնաբանությունները չափազանց շատ են, փորձեմ իրավական տեսանկյունից անդրադառնալ բոլոր այն հարցերին, որոնք այս պահին հանրային տիրույթում ակտիվ են եւ քննարկվում են։ Եվ այսպես ինչ է տեղի ունեցել։ Փաստորեն ընդհանրապես օրերի ընթացքում Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտը հրատապ արբիտրաժային կարգով, հրատապ արբիտրաժի կարգով քննարկել է այն իրավիճակը, որը ստեղծվել է հեծի շուրջ եւ ըստ էության Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցրել է ձեռնպահ մնալ հեծի նկատմամբ այնպիսի գործողություններ կատարելուց, որոնք նախատեսված են մասնավորապես էներգետիկայի մասին եւ հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին վերջերս այդ երկու օրենքներում կատարված փոփոխություններով։ Այդ փոփոխություններին քիչ անց կանդրադառնամ։ Հիմա ուզում եմ ասել հետեւյալը. հրատապ արբիտրաժի որոշումն այլևս իրականություն է, այն պարտադիր կատարման ենթակա է Հայաստանի Հանրապետության կողմից։ Առևտրային արբիտրաժի մասին Հայաստանի Հանրապետության օրենքը դրա 17-րդ հոդվածը մասնավորապես անդրադառնում է միջանկյալ վճռի տեսքով հայցի ապահովման միջոցներին, որոնք ենթակա են կատարման։ Հայաստանի Հանրապետության կողմից վճիռը կամովին չկատարելու դեպքում դրա ճանաչման, հարկադիր կատարման հարցերը եւս կարգավորված են այդ օրենքով, այսինքն դատարանների կողմից ճանաչում եւ այլն, կամ եթե ի վերջո Հայաստանի Հանրապետությունը որոշի որևէ պատճառաբանությամբ չկատարել, դրա գործիքները, ներազդման մեխանիզմները Նյու-Յորքյան կոնվենցիայով կամ օրենսդրությամբ անգամ նախատեսված են կրկին արբիտրաժ վնասների հատուցման պահանջով այս պահին։ Պետք է ասեմ նաեւ, որ այս գործով արբիտրաժային տրիբունալ, ոչ թե հրատապ, այլ բուն արբիտրաժային տրիբունալ մենք դեռ ունենալու ենք։ Բնականաբար վստահ եմ, որ թիմը դիմել է այդ կապակցությամբ եւ արբիտրաժային տրիբունալ ձևավորվելու է եւ կրկին վերջնական որոշում լինելու է։ Ինչով է կարևոր հրատապ արբիտրաժային որոշումը, բանն այն է, որ արտակարգ արբիտրաժը, հրատապ արբիտրաժը տեսել է վտանգներ, որոնք հարկ է չեզոքացնել եւ որոնց չեզոքացման ուղղված էլ հենց ինքը տվել է այս որոշումը, ասելով ձեռնպահ մնացեք, մի արեք, հետագայում խնդիրներն ավելի մեծ են լինելու պետության համար, հա, այսինքն այստեղ այս նյուանսը չափազանց կարևոր նշանակություն ունի։ Այս պահին ինձ հասու չէ այդ ակտը, որպեսզի ես տեսնեմ, թե ինչպիսի անհետաձգելի միջոցներ է նախատեսել արբիտրաժը, որտեղ կան այդպիսի միջոցներ, ինքը, այսպես ասենք, պարտավորեցրել է, անհրաժեշտ է համարել այդպիսի միջոցների կիրառումը, որոնք են դրանք այս պահի դրությամբ չեմ կարող ասել, բայց ակնհայտ է, որ նվազագույնը պարտավորեցրել է կառավարությանը, որպեսզի ձեռնպահ մնան համապատասխան գործողությունների կատարումից։ Իսկ որոնք են այդ գործողությունները, հենց այստեղ է նաև գալիս հաջորդ կարևոր հարցը։ Բանն այն է, որ մի քանի օր առաջ կատարված փոփոխություններով նախատեսված են մի քանի գործողություններ, մի քանի փոփոխություններ են կատարվել օրենսդրությամբ եւ մի քանի փուլի պետք է բաժանենք։ Փուլ համար առաջին, որն արդեն իրականություն է, ժամանակավոր կառավարիչ նշանակելը։ Այստեղ ձեր ուշադրությունը ուզում եմ հրավիրել այն հանգամանքի վրա, որ էներգետիկայի մասին օրենքում եւ հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին օրենքում կատարված փոփոխություններով տեղի է ունեցել մի աննախադեպ բան։ Իրավասությունը վերապահվել բազմաթիվ, ուրեմն, այսպես ասենք, կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել եւ դա վերապահվել է ոչ թե մարմնին, սահմանադրական հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, որը կոլեգիալ մարմին է, որը պիտի ինքը որպես կոլեգիալ մարմին ձայների համապատասխան համամասնությամբ կայացնի որոշում, այլ իրավունքը վերապահվել է հանձնաժողովի նախագահին։ Սա չափազանց կոպիտ իրավական խախտում արձանագրում է, սա հակասահմանադրական է իրականում եւ չի կարող հետագայում եւս չարձանագրվել միջազգային ակյանի որոշումներում, հա։ Մենք սա պետք է արձանագրենք։ Մանավանդ որ որևէ կերպ այդ հանձնաժողովի նախագահը չի էլ պատճառաբանել, ինչի է ինքը որոշում կայացրել նշանակել ժամանակավոր կառավարիչ, այլ ոչ թե օրինակ համապատասխան խնդիրների վերացման ուղղությամբ ծրագիր հաստատել է, ծրագրի իրականացման ուղղությամբ առաջ շարժվել, հա, չկա բացատրություն, չկա խթանը այս որոշման կայացման։ Երկրորդ փուլը,
լիցենզիայի դադարեցման փուլն է, որը հավանաբար կհաջորդի ուրեմն կատարված իրավապահների կողմից հայտնաբերած, այսպես ասած, խախտումներին։ Լիցենզիայի դադարեցումը ուզում եմ ձեզ ասել, որ իրականում կա միջազգային փորձ, որով այն դիտարկվում է սեփականազրկում։ Թվում է թե առաջին հայացքից մենք խոսում ենք վարչական միջամտության մասին, լիցենզիայի կասեցում, դադարեցում եւ այլն, բայց ոչ, այս ոլորտում լիցենզիայի դադարեցումը միջամտություն է համարվելու սեփականության իրավունքին, միջազգային պրակտիկայում քիչ չեն այն դեպքերը, երբ այսպիսի բան եղել է, կարելի է ծանոթանալ թեկմետ ընդդեմ Մեքսիկայի գործին, կամ յուկոս ընդդեմ Ռուսաստանի գործին, կամ ACD ընդդեմ Հունգարիայի գործին, այս որոշումներով տեղի են ունեցել լիցենզիաների չերկարաձգումներ, լիցենզիաների չտրամադրումներ, չեղարկումներ, օդանավակայանների, չգիտեմ, թափոնների վերամշակման գործարանի, ելի բազմաթիվ այլ ուրեմն հարցերով եւ միջազգային ատյանները, դատարանները սա դիտարկել են միջամտություն սեփականության իրավունքին, անուղղակի սեփականազրկում, անուղղակի էքսպրոպրիացիա։ Երրորդ փուլը, որը կրկին հակասահմանադրական է, այսինքն սա եւս երկրորդ փուլը հակասահմանադրական է, երրորդ փուլը արդեն գալիս է նրան, որ կառավարությանը վերապահված է նախապատվության իրավունք գնել համապատասխան հանգամանքների դեպքում սեփականատիրոջից ուրեմն գույքը շուկայական արժեքից ոչ պակաս, բայց այս շուկայական արժեքի որոշման կարգի հետ կապված եւ այլն, շատ չեմ ուզում ձեզ ծանրաբեռնել ասեմ, բայց այստեղ եւս մեծ խնդիրներ կան համաչափության, սահմանադրական սկզբունքի, իրավական որոշակիության տեսանկյունից, անգամ հստակ հղում չկա, թե երբ որ հղում է կատարվում սեփականազրկման ճակերտավոր հոդվածին սահմանադրության 60-րդ հոդվածին, հատկապես որ կետով պետք է դա կատարվի, այսինքն այստեղ եւս մեծ խնդիրներ են եւ նաեւ արժեքի որոշման տեսանկյունից ի վերջո կարող է այնպես ստացվել, որ փաստորեն մարդը ստիպված լինի սեփականատերը կառավարությանը վաճառել իր գույքը այնպիսի գնով, որ ինքը ընդհանրապես չէ ցանկանա վաճառել։ Ինչու եմ այս ամենը ձեզ բացատրում, որովհետեւ այստեղ կա երկրորդ կողմը հարցի, իրավականից բացի բիզնեսի նկատմամբ վերաբերմունքի եւ բիզնեսի հետ խոսելու ոճի, այսպես ասենք, խնդիրը, որովհետև ի վերջո սա մասնավոր բիզնես է, լավ, վատ քննարկել, չքննարկել այս հարցերը կարևոր չեն, մասնավոր բիզնեսի հետ խոսելու, այսինքն նրա հետ երկխոսելու մշակույթ բացարձակապես չի եղել, process չկա, գոյություն չունի, վերդիկտի տեսքով մեկ օրվա մեջ կայացվում է որոշում եւ այդ որոշումն իրականացվում է այսպիսի կոպիտ իրավական ճանապարհով եւ բավականին լուրջ իրավական խնդիրներով, հա, այստեղ չկա իրավական խուսանավման ճանապարհ, այսպես անկեղծորեն ձեզ ասեմ, եւ այս ամբողջը նաեւ ասում եմ մի շատ կարեւոր հարցի տեսանկյունից, որովհետեւ կարևոր է այն հանգամանքը, թե ինչպիսի էմոցիա ունի Հայաստանի բնակչությունը։ Բնականաբար կարող են օբյեկտիվորեն խնդիրներ ունենալ հոսանքի անջատումների եւ այլնի հետ կապված եւ մարդիկ մտածեն, որ պետության կողմից կառավարումը վերցնելը կարող է որոշակի առումով դարման լինել իրենց հոգնածնող խնդիրների լուծման մասով, բացարձակ խորամուխ չլինելով նրա մեջ, որ նախ պետությունը այստեղ պետականացման ճանապարհով ի վերջո չգնաց, ինչ որ շինծու կիսապետականացում, կիսավարչական ինչ որ մեխանիզմ է, բայց նույնիսկ չբացառելով պետությունն ինքը չբացառեց, որ մենք չենք ասել, որ մենք ենք միշտ կառավարելու, այսինքն պետությունը գիտի, որ ինքը վատ կառավարիչ է, ավելի վատ քան մեծ հաշվով ցանկացած մասնավոր, եւ ինքը չի կարողանալու, այլ տալու է ուրիշ մասնավորի, դե այստեղից էլ արդեն մյուս խնդիրները, հա։ Բացի այդ, այսինքն այստեղ հանրային հայտարարված նպատակը եւս գոյություն չունի։ Այստեղ մարդկանց սենտիմենտների կարծում եմ որոշակի առումով մարդկանց սենտիմենտների չարաշահում կամ շահագործում, ինչպես ուզում եք անվանել, մարդկանց թվում է կարող է խնդիրը լուծվի, իսկ իրականում խնդիրը բացարձակապես չի լուծվելու, ավելին հանրության հաշվին ի վերջո կառավարության կողմից թույլ տված բազմազան իրավական սխալների պատճառով պետությունը ի վերջո իր դեմ ունենալու է որոշումներ, ունենալու է հեղինակազրկում, չկատարումների դեպքում բնականաբար վարկանիշավորման աղյուսակներում խնդիրներ, ներդրումային միջավայրի բացասական վիճակ կամ դրա վատթարացում եւ ի վերջո սեփականատիրոջը հսկայածավալ վնասների հատուցման գումարների վճարում հենց այդ նույն հարկատուների գրպանից, հա։ Եվ սա է, որ ուզում եմ հասկանանք որևէ սենտիմենտ, որևէ էմոցիա այս հարցի կապակցությամբ ձևավորելուց առաջ եւ հատկապես որ հանուն ճշմարտության կարծում եմ, որ հանրության տեսանկյունից եթե քննարկում ենք, ես վստահ եմ, որ հանրային շահ պարունակող միակ կազմակերպությունը ամենևին էլ հեծը չէ, օրինակ նույն հաջողությամբ կարելի է հարց տալ, օրինակ
ջրի հետ կապված խնդիրները արդյոք Հայաստանի Հանրապետությունում լավ են, արդյոք Հայաստանի Հանրապետության քաղաքացիները բավարարված են դրանից, թե ոչ, եւ օրինակ ինչու չի քննարկվում այդ կազմակերպության ճակերտներում կրկնեմ պետականացման հարցը, ակնհայտ է այստեղ խտրականության դրսևորումը, որտեղ ես ամենևին չեմ ասում, որ այնտեղ էլ է պետք է անել, ճիշտ հակառակը, խնդրում եմ սխալ չմեկնաբանել եւ կոնտեքստից կտրված սա չմեկնաբանել, ես ընդհանրապես ասում եմ, որ ամբողջ process-ը իր էությամբ պարզապես աղաղակում է ցայտուն ապօրինությունների մասին եւ փաստացի մենք ունենք առաջին հաջողությունը Սամվել Կարապետյանի թիմի համար, բայց առաջին ծիծեռնակը պետության համար, որ սխալ է, սխալ ուղղությամբ է ամեն ինչ ընթանում եւ պետք է կանգ առնել, եթե պետության մասին հոգացության որևէ աննշան անգամ էլեմենտ կա։ Եղեք տեղեկացված, եթե հարցեր ունեք, սիրով պատրաստ եմ պատասխանել։